Նա դե հրաշքն այ երեխեք։ Արևա բայց շաշա։ Մոնկլերի կա։ Բարևից բոլորիդ սիրելիներս։ Ահա եւ մեր անտիկվարնի շենքը, շատ հին հնության շենքը, անտիկվար իսկական Հռոմի։ Հիմա ես իշնեմ զուլում։ Это ваша аналитичка, сам собой режиссер։ Նայեք տեսեք այս լիֆտերը, Փարիզում էլ կան այս լիֆտերի շատ, որ ցես տեսնում եք ամբողջ տարածքը։ Հիմա իջնենք ներքև եւ կշարունակենք նկարահանումը։ Բարի լույս սիրելիներս, բարի լույս իմ լավ ժողովուրդ։ Նախքան վլոգը սկսելը, այս պատեժդում ուղղակի ասեմ, շնորհակալ եմ ձեզանից, շնորհակալ եմ ձեր գեղեցիկ բառերի համար, կապտել։ Շնորհակալ եմ ձեր մաղթանքների համար եւ զգացված եմ, որ դուք իմ հետ ապրում եք իմ ավանտյուրան։ Դե ավանտյուրավորն անկերներով հանդիպել ենք։ Հիմա ես դուրս եկա Հռոմ այսօր ու անձրև է եկել, չէ։ Մենք այսօր, մեր այսօրվա պրոգրամն է գնալ Վատիկան։ Արդեն տոմսերը գնված է եւ պատրաստվում ենք աղջիկները հեսակիչնեն, գնանք մի հատ նախաճաշենք եւ հետո արդեն անցնենք մեր ճանապարհորդության։ Երեք բավականին շատ լավ անցավ, լավ ծիծաղացինք, լավ կորանք։ Եվ ամենակարևորը, որ վերջում ավարտվեց տաքսիով, որովհետև գնացինք ուրիշ տեղ, դուրս եկանք ուրիշ տեղ, լավ ուրախություն եւ ադրենալին էր։ Ահա եւ մենք որտեղ որ ապրում ենք, երեխեք, այս փողոցը այնքան սիրուն է, եթե չեմ սխալվում, մենք sense պիտի իջնենք, sense պիտի իջնենք, այնքան եմ նմանացնում մեր հայ Երևանյան մի պողոտայի, Աբովյանի պողոտային եմ նմանացնում, շատ սիրուն է։ Գիտեք, պասիվ հանգիստը պետք է նաև Վենեցիան, ակտիվ հանգիստ, բայց բավականին ավելի ծովային կարող եմ ասել, բայց երբ եկանք Հռոմ, ես չգիտեմ ինչին զգացի Երևանում, որովհետև ինչ-որ մի հատ շունչ, ինչ-որ մի բան զգացի, թե միգուցե ուղղակի մեծ քաղաք էր, որ սովորես մեծ քաղաքներին, ասեմ ձեզ, որ այսօր օրը շաբաթ է եւ մեզ մնաց կիրակի եւ երկուշաբթի բոլորը գնում են իրենց տներով։ Ես գնում եմ, գալիս եմ Ֆրանսիա, աղջիկները գնում են Երևան։ Եվ այստեղ ավարտվում է մեր ճանապարհորդությունը։ Բավականին ուրախ, բավականին, գիտեք ինչ, ուրախ ոնց ասեմ, այն որ sense ամբողջ տարին քո մեջ չկա դա, ու դու լրացնում ես 8 օրվա մեջ։ Դա է կարևորը։ Ընկերության մեջ, բարեկամության մեջ, որ ոչ մի կեղծիք չկա, ամեն ինչը արվում է անմիջականորեն, սպոնտանե եւ երկկողմանի հարգանքով։ Դե բնականաբար մարդիկ ում հետ որ ես այստեղ եմ, մենք երկար ժամանակ ճանաչում ենք եւ իմ համար ավելի հեշտ է եւ իրենց համար նույնպես։ Ժողովուրդ ուր եք գնում, միշտ էլ եք ներքև։ Սա այն շենքն է, որտեղ մենք բնակվում ենք, շատ հին արխիտեկտուրայով, շատ հիվացի շենքը, ինձ թվում է, սա բնակելի շենք չի։ Ինձ թվում է, այս դիմացը բնակելի շենք չի։ Օֆիս, բան, տենց ինչ-որ բաներ են։ Ահա եւ եկան երիտասարդները։ Buongiorno, signorita։ Ասա որ Անահիտը ունի բավականին շատ բաներ, կողնորոշման է ուժեղ չի։ Անահիտի նման չկա։ Երեխեք մի անգամ է լինում է, մի անգամ։ Որ ճիշտ ես ասում։ Okay, ciao։ Մարդիկ մեզ բարեն, ուր։ 15 minutes. 50.
Երեխեք պատկերացնում եք, այս հեռախոսս մագնիզի վրա է, ասենց ինձանից գո նկարում եմ մեկը հեռախոսը առնի ու գնան։ Դրագայ մայա։ Այ, տենցել էլ ասի, կուտերուս կոլիկ։ Իրոք ասա սիրուն առում։ Երեխեք, միակ քաղաքը, որ ես Երևանից հետո կապրեի, դա Հռոմն է։ Ստեղս ինչ եմ կապտելով ու։ Ամբողջ քաղաքը պատմական, չասեմ, ոնց բան լինի այդ բասա, թանգարան երկնքի տակ, որ ասում եմ այս սա է։ Եվ ես չգիտեմ ինչի հոգիս նենց կպավ այս քաղաքին, ինչ թվում է թե ես այն նախքան իջնել եմ Երևան, ստեղ եմ ապրել։ Երևի հին հռոմեական թագուհի Վարկյանով, ահա և այս ավտոբուսները երկու հարկանի, ամեն մի ավտոբուսը մի ուղղությամբ է գնում, մենք վերցնելու ենք կանաչը, որովհետև դա գնում է Վատիկան, այսօր մենք Վատիկան ենք, բայց քանի որ արդեն տոմսել գնել ենք, մենք այսօր կարանք Վատիկանից գնանք Կոլիզե, չէ, Կոլիզե վաղն ենք Ժողովուրդյան, բարև եք, ինչի գնացին այդքան հեռու, նստեցինք արդեն ավտոբուս, հիմա գնում ենք դեպի Վատիկան, ճանապարհին կնկարեմ։ Մենք հասնում ենք Կոլիզե, սիրելիներս, բայց սա մենք վաղը պետք է բան անենք այդ գալ, վիզիտ են հայերեն ոնց են ասում, էքսկուրսիա, Միքելանջի գործերը, երեխեք սա ուղղակի հրաշք է, շուտվանից աստիճան չէի բարձրացել, ստեղից ու աստիճաններ պիտի բարձրանանք բավականին շատ, Վենեցիայի աստիճանների տեղը, ինչքան ժողովուրդ կա, հրաշք է։ Բայց ինչ է տես նկարս հետևից ավելի լավ է ժողովուրդ սա ուղղակի ինչ ասեմ, որ գնում եք Լուվր, որ մտնեք մյուզեյներ, այդտեղ կարիք չկա մյուզեյ գնալու։ Ոնց կարելի է այս քաղաքը չսիրել, ես ուղղակի սիրահարված եմ Հռոմ։ Ժողովուրդ ջան, եկանք Վատիկան բավականին ուշացումով, ռաշյոտը սխալ էինք վերցրել, հիմա արագ քայլում ենք։ Ժամը 12-ին մեր տոմսերը գնված էր արդեն Վատիկանի եկեղեցու, ժամը 3-ին նոր թանգարանն է, հիմա տեսնեք, եթե սա չհասցրեցինք, տեսնենք կարանք լեզուտանենք, Ռուզանին ասիկ ասես ես կմուկին մնգել ոտը ծրվել էր, անգլերեն ես խոսալ չգիտեմ թե չէ, ես կանեք թուրնեին, եսա բեր մի վարկյան, արդեն հասնում ենք ուղղակի ասած ես հրաշքը ցույց տամ։ Ես խոսալ չգիտեմ, թե չէ գտնեմ ասեմ ես դուրոշակից ուշացել են գրուպայից։ Ժողովուրդ ջան, գտնվում ենք արդեն Վատիկանի դրան մոտը, ուշացումով, բայց բավականին արագ եկանք, դե իմ ոտքս որ ընկել էի, ճանապարհին մի քիչ թողեցին հետևով, Ռուզանն ասեց ընկել է ինքը, նակալենիկս հագած շալվարի վրայից։ Մի հատ խնդրում եմ նայեք այս հրաշքը, սա ուղղակի, ինչ ասեմ, նկարագրել չեմ կարող, երեխեք ջան, սա պիտի տեսնեք, դրա համար էլ տեսեք։ Ուրեմն այս Վատիկանի եկեղեցիները ամբողջը արձանները Սա մենք սպասում ենք մեր գիդին։
Վերջապես մտանք Վատիկանի եկեղեցին։ Սա հարստություն է։ Սա ուղղակի հրաշք։ Ես միայն կարող եմ ճիչեր արձակել։ Մի հատ խնդրում եմ այս փայտերը նայեք, նորնես պիտի ընգնեի, բութմատը ստրվեց, դա միայն կարող է լինել, ում հետ Անահիտի, ձախորդ փանոսն եմ ես, ժողովուրդ ջան, չի կարող, չէ՞։ Ժողովուրդը ամբողը, այս գեղեցկությունը, սա հրաշք է, հրաշք։ Ճիշտ են ասում, որ ամենահարուստ եկեղեցին կաթոլիկական եկեղեցին է, բայց Վատիկանը սա այս բառեր չեն պետք, ժողովուրդ։ Եկեղեցում կան 5 տարբեր անկյուններ, որտեղ կատարվում է ծիսակատարություն։ Իսկ թվում է շուտով ծիսակատարությունը լինելու այս կողմի վրա է, եւ դրա համար ժողովուրդը դեռ հավաքվում է։ Այն կողմը ինձ թվում է կավարտվի կգան այստեղ։ Ինձ թվում է։ Ամեն անկյունը եկանք նստեցինք այս հատվածում, որովհետև այսօր եկեղեցում ամեն անկյունի վրա մի քանի տեղ պատարակ է եւ գիտեք ինչ, ես մի բան եմ ցանկանում, իհարկե Օֆելիան, Էլմիրան նույնպես, բացի նրանից, որ ցանկանում ենք մեր հայ ժողովրդի խաղաղություն մեր երկիրը եւ մեր զինվորների հետ լինի Աստված Հիսուս Տերը, ես նաեւ մի բան ցանկությունն եմ, առաջին ցանկությունս, որ մեր Հայաստանը մի գեղեցիկ օր Եվրոպայի ամենազարգացած երկրներից է լավը լինի։ Երկրորդը, ես այսօր ուզում եմ Վատիկանում, ինչ ասեմ, խնդրում եմ Տիրոջը, այն մարդկանց, ովքեր որ անճար են, ովքեր որ դեռ հավատ ունեն եւ իրենք վատառողջ են, թող Աստված երկու ձեռքով պահի եւ հրաշքներ գործի։ Հանձինս այսօր ուզում եմ առողջություն ցանկանալ մեր լավ բարեկամ, մեր լավ աղջկա, որը որ իմ հետևորդուին է եւ նաեւ Օֆելիայի զարմուհին, Հայաստան ջան, քեզ Աստված քո հետ, թող Աստված քեզ այնքան ուժ տա ու հրաշքներ գործի, ու դու մեկ է մի օր զանգես ասես բոլորին, ես արդեն առողջ եմ։ Դա եմ ցանկանում, Էլմիրա ջան, բարերի բոլորին։ Ժողովուրդ ջան, աղջիկներն եկան եւ մենք մի քիչ հանգստանանք, որովհետեւ մենք բավականին քայլեցինք եւ հասանք մեր նպատակին, սիրելիներս։ Դրա համար ես ձեզ մենակ մի բան կխնդրեմ, կասեմ, երբեք չհանձնվեք։ Մի խորհուրդ ունեմ բոլորիդ տալու, սիրելիներս, եթե դուք գալիս եք միասին Հռոմ, Վատիկան թեկուզ, պահեք հեռախոսներդ զայրատկայի, երբեք իրարից բաժանվեք, որովհետեւ շատ հեշտությամբ կարող եք կորել իրար կորցնեք։
Ես մի վարքյան մամային էի զանգեցուց էի տալիս Վատիկան, ասեցի, որ մաման էլ իմ հետ լինի, եւ ես կորցեցի ժողովրդին։ Չնայած չենք կորցել, հեսա կգան եւ տեսեք որտեղ եմ նստել երեխեք։ Չարաճճի Անահիտ եկավ գտավ տեղ, ոտքերս կախված վիճակում, նստել եմ, չգիտեմ իրավունք կա թե չէ, բայց ոչինչ։ Անահիտը նիչիվո նետ իրավունք։ Վերջի ժողովուրդ ջան, հետա նստել եմ այստեղ, ես սպասում եմ իմ հրաշալի ընկերուհիներին, որ ինձ կորցրել էին։ Մի վարքյան դուք կորում եք, կորցնում եք ձեր հարազատներին, եթե հեռախոս չունեք, ահա որ դժվար է, խորհուրդ կտամ իրարից չհեռվանաք։ Դա իմ խորհուրդն է, մանավանդ որ ունեք երեխաներ։ Ժողովուրդ ջան, այս փոքրիկ դամբարանը իրավունք չունեք նկարում։ 12 աշակերտներից մեկի դամբարանն է, որը Սուրբ Պետրոսի, ես ուղղակի արագ ձևով նկարեմ, որ թույլ չեմ տալիս։ Սուրբ Պետրոսի 12 աշակերտներից մեկի Սուրբ Պետրոսի դամբարանն է, երեխեք ջան։ Սա ուղղակի հրաշք է, բացել են, մենք մտանք։ Let's go, no photos, let's go. Ինչ ասում, Ռոզան, մի նկարեք։ Ժողովուրդ ջան, այս մասը, որտեղ մենք հիմա գտնվում ենք, այս մուտքը տեսնում եք, սա համարվում է Սուրբ դուրը, որը բացվում է 25 տարին մեկ, եւ մենք այս տարի մեր բախտը բերեց, որ մտանք այստեղ։ Սա ուղղակի հրաշք է, մեզ չթողեցին շատ մնանք, որ նկարվենք, Ռուզանը լավը արագ ձևով նկարեց մեզ, բայց ինքը չհասցրեց նկարվի, ոչինչ, հեսա մի հատ էլի կպտտվենք, նորից կգնանք։ Ուղղակի սա հրաշք է, բայց այն կողմից էլ բաց չի, այո, շատ, մոմը, եկեք մոմ վառենք, մի հատ բոլորս, ով ուն ճիշտ էր ասում, մոմ չենք վառել, հիմա մենք մոմ կվառենք։ Ուխենինգ, վիզա քարտով։ Մոմ վառերը արհեստական մոմեր են, բնականաբար իրանք չեն թողնում, որ իսկական մոմ վառես, որովհետև ամբողջ եկեղեցին վտանգի համար դու քարտով մուծում ես եւ սխում ես քո այդ կնոպկան, որ համարը որ քեզ տալիս է։ Ահա եւ այս արհեստական մոմերը, սպասենք ժողովուրդը լիքը կանգնած են, մենք այս կողմից եկանք, բայց այս կողմից չգիտեմ, դուրս կա։ Ահա եւ Հռոմի պապը որտեղ է կանգնում, երբ որ ընտրվում է եւ դուրս է գալիս ամբողջ ժողովրդին բարևում, այդտեղ, սա չգիտեմ, այս բեմի վրա է երևի, ամբողջը պատրաստում են, ինձ թվում է վաղվան, որովհետև վաղը լինելու է մեծ ծիսակատարություն։ Սենստեղ երեխայի հետ գալը հանցագործություն է, նախորը կզգուշացնեմ։ Մերոնք նկարվում են և զմայլվում։ Դե ինձ սիրելիներս Վատիկանի մեր այց ավարտվեց եկեղեցին, հիմա մենք սպասում ենք, որ մտնենք թանգարան։ Հաջորդ բլոգի մեջ կտեսնեք Միքելանջելոյի գործը եւ մի թեթևակի նկարել եմ, շատ հետաքրքիր է։ Իհարկե գիտեմ, որ շատերին դա չի հետաքրքրում, բայց գիտեմ, որ մոտ 1500-2000 հոգու հետաքրքրում է։ Դրա համար աշխատում եմ նկարել, որպեսզի դուք էլ իմ հետ շրջակայեք։ Համբուրում եմ ձեզ, չմոռանաք լայքերը, եթե հավանում եք, կիսվեք ձեր ընկերների հետ, գրանցվեք Անահիտ բլոգ ալիքին, որովհետև իմ ալիքը բազմաբովանդակ է։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ ասում, պակա, պակա։